Եթերում տեսլականն է, բարև ձեզ։ Իսրայելը Արցախը եւ Նախիջևանը ներկայացրել է Հայաստանի մաս։ Կարմիր գծերը կարծես խառնվել են Կովկասում։ Սա նոր ծուղակ է Հայաստանի համար, թե սկսել են հաշվի նստել հայերի գենետիկ ուժի հետ։ Երբ աշխարհի հզորները քարտեզներ են նկարում մեր հողի վրա առանց մեզ հարցնելու, ժամանակն է հարցնել. ով է իրականում կառավարում խաղը։ Ինչու են Իսրայելն ու Ադրբեջանը անընդհատ փորձում փոխել տարածաշրջանի հավասարակշռությունը եւ որտեղ է այս ամենում Հայաստանի նոր զարթոնքի սկիզբը։ Հյուրս հայագետ արևելագետ հրապարակախոս Լիա Ավետիսյանն է։ Քարտեզներ է վերագծում, որ մեկ Նախիջևանը դառնում է Ադրբեջանի կազմ, մեկը դառնում է Հայաստանի։ Իսրայելը հերթական անգամ քարտեզներում Արցախն ու Նախիջևանը ներկայացնում որպես Հայաստանի մաս։ Որ դու իրականում չկաս, ընկեր Ալիև, դու չկաս, դու ոչ ոք ես։ Սա ինչ երկակի խաղ է։ Իրանք միշտ երկակի խաղ են խաղում, իրանց թորան որ կարդաս։ Սա միթե քաղաքական նոր վերադասավորման ազդակ է։ Քրիստոսը որ ասել է ձեր հայրը սատանան է, երբ կխոսե իրենը կսե կսատանա, քեզ խելոք պահի։ Սրանով ինչ է փորձում հասկացնել Ադրբեջանին։ Հայաստանը վահանն է քրիստոնեության։ Ժամանակին լռեց, երբ Արցախը հայաթափվեց եւ օկուպացվեց Ադրբեջանի կողմից։ Լռեց որն է, ինքը կազմակերպեց դա։ Հայաստանը չլինի, թուրքը վաղը կգնա կնստի Աստրախանում, Ռոստովում, Սարատովում։ Բարև ձեզ Տիկին Ավետիսյան։ Շատ բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Փառք Տիրոջ, լավ եմ, մենք բոլորս լավ ենք, Արեգ ջան։ Ճիշտ է, որ ասենք բոլորս լավ ենք։ Շնորհակալություն, որ այսօր ժամանակ եք տրամադրել եւ եկել եք։ Սիրով։ Տիկին Ավետիսյան, ինչու է Իսրայելը հերթական անգամ քարտեզներում Արցախն ու Նախիջևանը ներկայացնում որպես Հայաստանի մաս։ Ինչ է դրա տակ թաքնված։ Իրականում Իսրայելը անընդմեջ ջանում է բոլորին բացատրած լինել, որ հայը իր երկրորդական ծունկն է, Հայաստանը իր հողն է, հա Հայաստանն է, բայց իր ծածկանունն է, իրականում դա ուդազուների երկիր է։ Եթե հիշենք մենք խորենացու աշխարհաբար թարգմանությունը, որտեղ ինքը հրեա անվանել է Պաղեստինում բնակվող հայերին, հրեղեն երկրի բնակչությանը, որոնք եկել են Տիգրան Մեծի շնորհիվ հայրենադարձության, աշխարհաբարով թարգմանվեց, որ պարզվում է, որ Տիգրան Մեծը խելքը թռցրել էր, բերել էր ջհուդներին։ 130,000 ջհուդ։ Դու վերցնես մի պայուսակ խավարասեր, բերես տունդ լցնես։ Հետո ո՞նց մաքրես։ Այդպես չի եղել այսինքն։ Ոչ, այդպես չի եղել։ Մեր ցանկացած լավ ղեկավարը, դա Տիգրան Մեծ լիներ, դա լիներ Սուրեն Թովմասյան, թե ով, հայրենադարձություն էին կազմակերպում։ Հենց որ Հայաստանը լավ խաղաղ վիճակում էր եւ կարողանում էր արարել, ստեղծել, տեղ ազատել իր բնակիչների համար, կազմակերպում էր հայրենադարձություն։ Սուրեն Թովմասյանի ժամանակ բերվեցին Արևմտյան Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների հայերը, զորով չէր, ասեցին եկեք այստեղ վաննել, երզրումնել, ղարսնել, հեսա միացնում ենք, միասին ապրենք, աշխատենք, չէ։ Ուրիշ բան, որ այն ժամանակ Միացյալ Նահանգները որպեսի սովետին դաստան, որ հանկարծ այդ Արևմտյան Հայաստանը չմիացնենք մենք սովետական Հայաստանին, տարան խեչ ճապոնցիների գլխին երկու հատ ռումբ գցեցին, որ սովետը հասկանա, որ ատոմային ռումբ ունի Ամերիկան, այդտեղ գցել ենք, վաղը ձեր մոտ կգցենք։ Ու սովետը հասկացավ, որովհետև դեռ չուներ ատոմային զենք։ Բայց հայրենադարձությունը դա մեր ձեռագիրն է պատմության մեջ։ Հայրը հայկական ճակատագրից ելնելով ստիպված են լինում դառնալ փախստական, ստիպված են լինում հայրենազուրկ լինել,
բայց հետո գալիս են, երբ որ այստեղ պատշաճ ղեկավարություն կա, հայերը գալիս են հետ, միասին աշխատելու, ապրելու, եւ երբեք ոչ որևէ տարակարծություն չի լինում այդ հարցում։ Հիմա նույնը եղել է այն ժամանակ, Տիգրան Մեծի ժամանակ, երբ որ հսկայական կայսրություններ, երբ որ Սիրիան ինքը ասեց, եկեք բան արեք, մեզ էլ միացրեք, էլի թե չէ այս Սելենան մեր թագուհին խելքը թռցրել է, իշխանները դիմեցին Տիգրան Մեծին, Սիրիան միացրեց հայկական կայսրությանը։ Եվ հայրենադարձություն կազմակերպեց Պաղեստինից։ Հայերը եկան ստեղ։ Ինչ արեց ընկեր Ռաֆին։ Ընկեր Ռաֆին 19-րդ դարի վերջներ ասեց մեր հոդազու եղբայրները շատ են վիրավորվում, որ իրանց մենք ասում ենք ջուդ։ Մենք եկեք այս հրեա բառը կիրառենք իրանց համար, ոչ թե Հրեաստանի համար։ Հրեաստան հասկանանք ոչ թե Պաղեստինը, այլ Եբրայեցուց։ Ու գնաց։ Մինչև հիմա դպրոցներում անցնում են երեխեքը, որ խոսքը գնում է իրանց մասին չնայած, իրանք այդ անունը վերցնում են որպես ծածկանուն, ֆրանսիացի վիպասանկար Անդրե Ժիդ, ռուսը ասում է իրանց Ժիդ, Շեքսպիրը իրանց ասում է ջու, իրանք ասում են Յահուդ, իրանց բալիկների անունները, ոնց որ մենք արմեն ենք դնում, իրանք ասում են Յահուդ, բայց հայերը իրավունք չունեն իրանց ջհուդ ասել, պետք է ասեն հրեա, որ իրանք հրեղեն ուժի հետ կապ չունեն, աղերս չունեն։ Դա շատ կարևոր բան է, որ ամեն հայ հասկանա, որ իրանք հրեա չեն։ Օրինակ ես շատ հայեր գիտեմ, որ գիտես այնքան էլ կրթված մարդիկ չեն, բայց ճիշտ են ասում եվրե։ Իրանց ասում են եվրե։ Տարբերակն է նաև դա։ Ռուսական չի տարբերակը, բայց ասում են եվրե։ Տիկին Ավետիսյան, տեսեք, Իսրայելը նման քարտեզներ է հրապարակում եւ ներկայացնում, որտեղ Հայաստանի մաս են կազմում Արցախը եւ Նախիջևանը։ Մյուս կողմից էլ Իսրայելը ինչու է մտել Արցախ եւ իր բազաները դրել այնտեղ։ Դու Իսրայելը Սա ինչ երկակի խաղ է։ նո իրանք միշտ երկակի խաղ են խաղում։ Իրանց թորան որ կարդաս, տեսնում ես անդադ երկակի խաղ։ Թվում է, որ մարդը գալիս է աղոթելու, ապաշխարելու, դու միասա ինքը եկել է լրտեսություն անելու եւ այլն, կամ ընկերություն անելու փոխարեն։ Իրանք այդպիսին են։ Քրիստոսը որ ասել է ձեր հայրը սատանան է, երբ կխոսե իրենը կսե կսատանա, սատանալը իրանց ձևն է, իրանց էությունն է, իրանց գործընթացն է նորմալ, դա զարմանալի չի բոլորովին։ Ուրիշ բան, որ իրանց գերնպատակը այն է, որ աշխարհը դառնա իրանցը, ամբողջ աշխարհը, ցանկացած համաշխարհային պատերազմ, ցանկացած հեղափոխություն գերտիրություններում տեղի է ունեցել միայն այդ նպատակով, երբ որ ինտերնացիոնալ երգը երգում էին, Весь мир насилия мы разрушим до основания затем, դրանք նկատի ունեին իրանց ապագա իշխանությունը, ոչ կոմունիստներինը, ոչ ռուսներինը, ոչ հայերինը, ոչ մեկինը, իրանք ուզում են դառնալ աշխարհի տերը, որպեսզի իրանք ոչ մի բան չանեն, ուղղակի իրանց ստրուկները, բոլոր ժողովուրդները ստրկացած վիճակում իրանց ծառայեն։ Ու եթե ճիշտը խոսենք, իրանք մոտիկ են իրանց իղձի իրականացմանը։ Միացյալ Նահանգներում շերիֆները 6-ից 10 տեղ են գրում, այսինքն քաղաքացիական իշխանությունը իրանց բանի սիմվոլի ներքո է գործում։ Եթե վերցնենք այդ 5 աչք միությունը, հա, 5i, որտեղ մտնում են Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Կանադան, Նոր Զելանդիան,
եւ Ավստրալիան։ Դա ինչի համար է ստեղծվել, որպեսզի այնտեղ ամենուր հուդազուների իշխանությունն իրականացվի։ Իրանց համար շատ կարևոր է, որ լինեն միայն իրանք, չնայած իրար մեջ իրանք ունեն հակասություններ, հա, այս հացի որ մասը իմը լիքո, որը քոնը, բայց բոլոր դեպքերում ուրիշ ազգեր հաշվի չեն առնում։ Ուրիշ ազգեր գոյություն չպետք է ունենան վերնախավում, միայն որպես տրուկ։ Երբ պետք է լինում, Իսրայելը զինում է Ադրբեջանը եւ ամեն ձևով ռազմական օգնություն է ցույց տալիս, երբ պետք է լինում, այսպես ասած, Հայաստանի քարտեզն է հրապարակում, որտեղ Արցախը եւ Նախիջևանը կան։ Սրանով ինչ է փորձում հասկացնել Ադրբեջանին։ Սա միթե քաղաքական նոր վերադասավորման ազդակ է։ Երբ որ պետք է, բոլորին իրանք հիշեցնում են, որ դու իրականում չկաս, անկեր Ալիև, դու չկաս, դու ոչ ոք ես, քեզ խելոք պահի, երբ որ ես ասում եմ, որ այս նավթը ստեղից կվերցնես, այդտեղ կուղարկես, արա, չես անի, ես վաղը կասեմ, որ գանջան գանձակն է։ Այդպես է, երբ որ դու աշխարհի տերն ես, դու իրավունք ունես բոլորին մի հատ քթները տրորես։ Ու իրանք դա շատ հաջող կերպով անում են։ Տես ինչ են արել։ Արաբական աշխարհում 20-րդ դարի սկզբում, երբ որ վերագծվում էր քարտեզը, դրեցին մի հատ ընտանիք, իբր թե արաբ ընտանիք, իբր թե Մուհամմեդի զարմերը, Սաուդական Արաբիա։ Մեջները մի հատ արաբ չկա։ Սաղ ջհուդ են։ Թագավորը, իր թագաժառանգները 100 քանիսն են։ Իրանք արաբ չեն։ Մուհամմեդի հետ կապ չունեն, աղերս չունեն։ Բայց իրանք իշխում են արաբական աշխարհում, սրբավայրն է արաբների, հա մեկան, որտեղ գնում են մարդիկ ամեն տարի հաջի, եւ արաբական աշխարհի սպոնսորը գլխավոր իրանք են, որովհետև իրանք նստել են նավթի վրա սաուդական։ Հիմա տես, այս օդանավը, որ պայթեց, իրանք սարքածն էր, Թուրքիայի օդանավը։ Տրամպին, որ նվիրեցին օդանավ մի հատ հսկայական, իրանք սարքածն էր։ Այսինքն նավաշինությունը եւ արաբական աշխարհում եւ ընդհանրապես աշխարհում այդտեղ շատ լավ արմատավորված է։ Այդ ինչի՞ է մնացած արաբական երկրները օդանավ սարքել չգիտեն։ Որտեղ արաբ են։ Այս ո՞նց է կարողանում ասարկել։ Սուտը այդտեղ շատ է, սուտը գլխավոր բանն է, գործոնն է։ Տիկին Ավետիսյան, ինչ շահեր ունի Իսրայելը հատկապես հարավային Կովկասում, էներգետիկ, դիվանագիտական, ռազմական։ Հարավային Կովկասը շատ կարևոր մասն է աշխարհի։ Առանց հարավային Կովկասի ոչ Դյուման կգրեր իր վեպերը, ոչ Չայկովսկին իր օպերաները, սա մշակութային մի հատ կարևոր բանա սեպա աշխարհի երեսին։ Բացի դա, սա ջրբաժանն է, հա, իսլամական աշխարհի եւ քրիստոնյա աշխարհի միջև։ Դրա համար Հայաստանը շատ կարևոր է։ Հայաստանը վահանն է քրիստոնեության Եվրասիայի։ Հայաստանը չլինի, թուրքը վաղը կգնա կնստի Աստրախանում, Ռոստովում, Սարատովում։ Հայաստանը շատ կարևոր է։ Քանի որ գիտես Կրեմլում էլ իշխում է էլի այս նույն տեսակը վերոհիշյալ։ Իրանց կարգախոսը ինչ է, որ մեր ընկերությունը մեր բանակի եւ մեր նավատորմի հետ է։ Մեր ընկերները դրանք են։
Այսինքն մենք իրանց ընկեր չենք։ Էդ են հասկացնում։ Մենք իրանց ընկեր չենք։ Մենք իրանց ծառան պետք է լինենք, մենք իրանց որպես սպոնսոր պետք է դիտարկենք, բայց դա չի, էլի, դու առանց ընկերներիդ պատկերացնում ես կյանքդ։ Ես չեմ պատկերացնում։ Անհնարին է։ Անհնարին է։ Եվ ռուսական մենտալիտետում այդպես է, ռուսն էլ ընկերասեր ժողովուրդ է։ Իրանք օրինակ բանակի ընկեր ոնց որ մեր մոտ կա, նույնը ռուսի մոտ է։ Բանակի ընկերը սրբություն է ռուսի մոտ։ Բա դու ո՞նց ասում ես մենակ իմ բանակն է իմ ընկերը, մենակ իմ նավատորմն է իմ ընկերը։ Ասենք թե դու անհատ ես։ Քո ընկերը ով է, քո դռան կողպեկը, մեկ էլ դրսի դրոն, հա։ Всё, էլ ընկեր չունես դու։ Դա չի կարելի։ Այդ ժլոբությունը, որը հատուկ չի հային, հատուկ չի ռուսին, հատուկ չի սլավոնին ընդհանրապես, որ անընդհատ կրկնվում է, դա նշանակում է, որ այդ նույն Իսրայելի ուժերը շատ ազդեցիկ են Ռուսաստանում։ Ռուսաստանը ունի մի հատ հետաքրքիր գրող Ալեքսանդր Պրախանով։ Ինքը հիմա 87 տարեկան է։ Մի հանճարեղ վեպ է գրել։ Լեմներ։ Գրել է գիտես ում մասին, Պրիգոժինի մասին։ Այն որ ապստամբել էր գնում էր դեպի Մոսկվա։ Ну նախկինում, հա։ Խոհարարը իմիջիալուց տենց պատահական մարդ չի, խոհարարը ոչ միայն խոհանոցի մարդ է։ Պուտինի պապն է խոհարարը։ Բարի թե փոխաբերական իմաստով։ Այո, այո։ Ու ինքը նկարագրում է Լեմների եւ կայանալը եւ Աֆրիկայում գործելը եւ Մոսկվայի ուղղությամբ արշավելը։ Ես զարմանում եմ, ես վախուց չեմ կարդացել այդ մակարդակի գրական գործեր։ 87 տարեկան մարդը արտահայտում է այնպիսի հույզեր, որ հատուկ են կարող են լինել հատուկ 50-60 տարեկան մարդուն առավելագույնս ոչ ավել, որտեղ տղամարդու հույզերը նկարագրում նաև հասունացած։ Կարող է ջահել, բայց առնական տղամարդու հույզերը նկարագրում 87 տարեկան մարդը Զարմանալի բան է։ Իհարկե ես հիմա իզուր ասացի, որովհետև կարող եք մտածել, որ սա ինչ-որ սեքսուալ գիրք է, չէ, այդպես չի։ Ուղղակի լիարժեք գործ է։ Լիարժեք, որտեղ ինքը ցույց է տալիս եւ իր հայրենասիրությունը, եւ իր պատկերացումը մարդու մասին եւ աշխարհի մասին։ Քանի որ ինքը այդտեղ շեշտում է բոլոր հիմա ներկա Կրեմլի աշխատողներին ուղղակի ուրիշ անուններ տալով։ Ես օրինակ ուշադրություն դարձրեցի առաջի անգամ, որովհետև այդտեղ կար Սյուրլյոնիս ազգանունով մեկը, որի հայրանունն էր Արտակովիչ։ Ասի հոպ, ու նստեցի կարդացի։ Պարզվեց, որ չէ, հնարով էր հայրանունը, այդ Պրախանովը բանի Հայաստանի, Վրաստանի սահմանում, որ մալականների գյուղեր կան, ինքը տեղից է ծնունդով, ինքը շատ լավ գիտի հայը ինչ է։ Ինքը ցույց է տալիս, որ ռուսական իշխանությունը իրականում Պուտինը այդտեղ պատանդ է։ Ինքը շատ մեծ դժվարությամբ է իր որոշումները առաջ տանում։ Ինքը այդտեղ նկարագրված է մի ապակե սրվակի մեջ, մերկ, բայց լավատես է, ինպես։ Ինձ մի քիչ մեծ է։ Բոլորին խորհուրդ եմ տալիս։ Իհարկե բանը, գրքի շնորհանդեսը տապալեցին, չիրականացավ, գնել հնարավոր չի, այդ գիրքը արդեն Ազոնով կամ մի բանով, որովհետև վիրավորվածները շատ են Արքունիքում։ Տիկին Ավետիսյան, հիմա Իսրայելը ինչու է այդ քարտեզը ներկայացնում ու ցույց տալիս աշխարհին, որտեղ Արցախն ու Նախիջևանը Հայաստանի մեջ են, սակայն ժամանակին լռեց, երբ Արցախը հայաթափվեց եւ օկուպացվեց Ադրբեջանի կողմից։ Լռեց որն է, ինքը կազմակերպեց դա։
Այդ իր էկոլոգները որ կանգնել էին, հա, իբր թե ադրբեջանցի էին, իրանց գլխավորը ռաբի էր Իսրայելից։ Այդ էկոլոգներին, այո, գլխավորում էր ռաբի մի հատ Իսրայելից։ Ինչի համար էին էկոլոգները հենց եկել։ Ոսկու հանքը այդտեղ վիճելի էկոլոգիայի տեսակետից խախտումներով էր շահագործվում։ Էկոլոգները եկան կանգնեցին, որ Արցախի երեխեքը սոված այդտեղ մնան, հա։ Խելքից դուրս բան էր։ Դա միայն Իսրայելը կարող էր այդպիսի բան կազմակերպել։ Եվ կազմակերպեց, եւ այդ մահանայով մեկը հարց չտվեց, թե այ բալամ դուք ինչ էկոլոգիան ինչ ժամանակն է։ Ինչ բանն է, այդտեղ մեր ու մանուկ են կոտորվում սովից, դեղորայք չկա։ Դա իհարկե Իսրայելը շատ փորձված բանա մատնոցախաղի բանա վարպետ է։ Դա արեց։ Ռաբին նկարել էին, մարդիկ ցույց էին տվել, որ էկոլոգներին նայրան։ Արցախի ղեկավարությունը ինչի թույլ չտվեց մարդիկ դուրս գան էկոլոգներին քշեն։ Տրամաբանական է, չէ՞։ Դուք խանգարում եք, որ մեր երեխեքը հաց ստանան, դեղ ստանան, մենք եկել ենք ձեզ քշենք։ Այդ ինչի Արցախի ղեկավարությունը այդ քայլին չգնաց։ Ուրեմն կար մի հատ շատ ուժեղ կողմ, որը արգելում էր եւ որը այդ դիմակահանդեսը կազմակերպել էր։ Քաղաքական էլիտայի մեջ էր Արցախի։ Իհարկե, ամենա։ Այլես սպասի։ Այդ էլիտան ստեղի էլիտա է ուզում դառնա։ Իսրայելը շատ իր գործիքակազմը շատ զարգացած է։ Օրինակ մի հատ չաղ մարդ կա, որը YouTube-ով հանդես է գալիս, որ ասում է հայեր ջան, ջոդա։ Դուք պետք է մեր հովանու ներքո մնաք, որպեսզի հաղթեք։ Մենք ձեզ կօգնենք։ Իրական օնկերը հայի ջոդն է։ Մենք իրար կարող ենք հասկանալ, մեր բախտերը նման են եւ այլն եւ այլն։ Չի ասում, որ մենք կազմակերպեցինք հայերի ցեղասպանությունը, հետո այդ փաստերը վերցրեցինք, խմբագրեցինք, ներկայացրեցինք որպես ջհուդների ցեղասպանություն։ Այդ չի ասում։ Բայց իրականը այդպես էր, չէ՞, թե Էնվեր Փաշան, թե Քեմալ Աթաթյուրքը բոլորը Սալոնիկի ջհուդական դպրոցի շրջանավարտներ էին, այդ բոլոր խարդավանքները այնտեղ են սովորել, մշակել, կազմակերպել։ Մենք իրարամերժ երկու տեսակ ենք։ Մենք կարող ենք նորմալ ապրել իրանց չնկատելով։ Իրանք չեն կարող երջանիկ լինել, քանի մենք կանք։ Իրանք վիրավորված են, որ մենք կանք։ Այնուամենայնիվ, այսքան դարերով մեր դեմ դուս են եկել, այսքան մեր բոլոր եկեղեցիները Եվրոպայում այրել են, քաղաքները քանդել են, բերդերը, մեր հանճարներին թույնել են, սպանել են, չեն կարող, իրանք եթե դա ընդունեն, պետք է ընդունեն, որ իրանք մեր հանդեպ անզոր են։ Եվ այդպես էլ կա անզոր են։ Հա, մեր վնասը մեծ է։ Մենք շատ ափսոս, որ այսքան հանճարներ կորցրեցինք, այսքան քաղաքներ կորցրեցինք, բայց մնաց քաղաքաշինությունը։ Մնաց Մոցարտի ու Հայդնի երաժշտությունը եւ Բեթհովենի եւ Չայկովսկուի, որ մեկը ասեմ։ Եվ ամենակարևորը Կոմիտաս։ Կոմիտասը տես իրանք ինչ արեցին, հանեցին գիր, տարան ջհուդների գրանոցում պահեցին։ Ջհուդների է, վարդապետը։ Որտեղ կարելի էր իրապես խելագարվել։ Իհարկե, եւ ամեն ինչ անում էին դրա համար։ Հայ վարդապետը ինչի պետք է ջհուդի գրանոց մտնի։ Չգիտեմ ես, ինչ են արել, որովհետեւ վարդապետը աշխատում էր նոթագրության վրա, չէ՞, դա էր վերցանում։ Կարողացել է վերցանել, ձեռից խլել են, ինչ են արել, չգիտենք, բայց անընդմեջ մենք իրանց
գլխավոր թիրախն ենք, որովհետև բոլորի հարցերում իրանք հաղթած դուրս կգան։ Դա ադրբեջանցի հա, թուրքա, ղրղազա, ինչա, բայց մեր հարցում չեն կարողանում։ Եվ Լոուրենս Արաբացին դրանից էր դժգոհում, չէ, երբ որ 19 թվականին այդ համաշխարհային կոնգրեսի ժամանակ Իրանից ամերիկյան թերթի թղթակիցը հարցազրույց վերցրեց եւ տպեցին 31 թվականին միայն նա ասեց հայն ու ջուդին չի կարելի համեմատել լինելով ջուդ ասեց հա իրանք էլ խելացի են մեջները փիլիսոփաներ կան խելացի մարդիկ կան բայց հայը սուպեր քաղաքակրթական ազգ է այն ինչը կարող է անել հայը չի կարող անել ջուդը ու ասեց ամեն անգամ երբ մենք կարծել ենք որ վերջացել են մնացել են մի Ադամ եւ մի Եվա եւ ցերեկը չարքաշ աշխատանքով աշխատել են գիշերները նոր Ադամ եւ Եվա են ստեղծել նոր հայեր են սերմացուսարկել ու երբ որ 100 տարի անց գալիս ենք տեսնում ենք ծաղկող համայնք այդ դա չէին կարողանում մարսել ու էդ էլ չեն էլ կարողանում մարսել դրա համար ես ինքան եմ զայրանում երբ որ տեսնում եմ որ ջահել աղջիկներ ջահել տղաներ հայազգի ասում են չեմ ուզում ամուսնանալ չեմ ուզում երեխա ունենալ մարդ ուզում է կոշիկը վերցնի տա գլխին չի կարելի պատի մենք շատ ինչպես սևակներ ասում կանք պիտի լինենք ու դեռ շատանանք պարտավոր ենք անել իսկ այն ինչ որ արվում է իրանց քարոզի արդյունքն է իրանց քարոզն է դա թե ինչ եք անում լավ երեխա ինչ եք անում պետք է տանջվեք պետք է գիշերը չքնեք ձեսով շնորհակալություն ասելու այդ մտնում է երեխեքի խելքի մեջ դպրոցում բուհում հեռուստատեսությամբ TikTok-ով ամեն զզվելի բանով շուն վերցրեք փիսիկ վերցրեք նա ձեզ կերջանկացնի սա գլոբալ քարոզ է գլոբալ նախ հայի պատկերացումը սեփական ազգի նկատմամբ պետք է լինի ցածր պետք է հայը իրան նվաստացրած գա եւ երկրորդը չուզենա վերարտադրվել գիտես ափսոսը ինչու որովհետեւ մարդը ինքը շատ բարդ էակ է օրինակ արյունատար անոթները մեր 100,000 կիլոմետր են միջօրյական 2 անգամ պտտվես մեր նյարդերի երկարությունը ընդհանուր 60 կիլոմետր է մեր մարդու մարմնի մեջ մեր նեյրոհամակարգը ուղեղի 60 միլիարդ բջիջ է յուրաքանչյուրը ունի 1000 սինապս այսինքն դու երբ որ ասում ես կլոր դու հասկանում ես եւ խնձորը եւ նարինջը եւ արեգակը եւ հարևան աղջկա տուտուզը ամեն ինչ կլորը գալիս է սինապսներով միանում է Ինչ պատկերավոր եք բացատրում Տիկին Ավետիսյան նո զանազան է շատ զանազան է եւ մարդը այդ բոլորի հարստության տերն է մարդը կարող է ամեն ինչ արարել մարդը կարող է ուրիշ մարդու հասկանալ ընդհանուր լեզու գտնել ինչը շատ կարեւոր է հայկական հեքիաթներում շատ տարբեր տղեկ երբ որ գալիս են ասում են արի ախպերություն անենք համաձայնվում են եւ ախպեր են դառնում մեկը մրջունի լեզու է հասկանում մյուսը ծով է խմում երրորդը թրջունների լեզուն է հասկանում այն մյուսը երկար լոնքերով քայլել գիտի եւ այլն դառնում են կոլեկտիվ եւ հաղթում են չարուժերին այսինքն մարդը ի սկզբանե տիրոջ կողմից ստեղծված է որպես ամեն ինչ հասկացող եւ բնության լեզուն որ արդեն հողը պատրաստ է կարելի ցանել եւ ուրիշ մարդու լեզուն
եւ կենթանու լեզուն, մարդը իդեալական կառույց է։ Իր ֆիզիկական ներուժով, իր ինտելեկտուալ ներուժով եւ մարդը պատրաստ է ուրիշ մարդու հետ լեզու գտնել։ Աշխարհը կարող է դառնալ երջանկության աշխարհ։ Եվ ես պատահական չի, երբ որ Պավլիկյանների մասին գիրք էի գրում, ցույց էի տալիս, որ Պավլիկյան շարժումը իբրև վաղ քրիստոնեության մարմնավորում ոչ մեկին որպես թշնամի չէր ընկալում։ Բոլորին դիմում էին Քրիստոսի պես բարի մարդ։ Մարդիկ իրար բարևում էին, ասում էին բարի մարդ։ Իրար վստահում էին։ Բաներ գցած ճանապարհին Պավլիկյանների բաններ, քարոզներ, թե եթե գիտեք ումը պետք է որ լինի, վերցրեք, տարեք, հասցրեք, չգիտեք, թող մնա տեղում, իմացողը կտանի կհասցնի։ Այսինքն արդարության, իրար վստահելու, իրար սատարելու համակարգ էր։ Այդ համակարգը կարող է վերադառնալ, եթե անդիմախոսը աշխարհում չլինի։ Հայի այդ համակարգից հիմնական վախեցողը եւ սարսափողը ով է։ Այո։ Նա ով ժամանակ առ ժամանակ քարտեզներ է վերագծում, որ մեկ Նախիջևանը դառնում է Ադրբեջանի կազմ, մեկ դառնում է Հայաստանի, մեկ էլ վաղը թե չեմ ուսոր կասեն, չէ, մենք ստեղծում ենք Քրդստան, Քրդստանը պետք է լինի դա։ Դա ջհուդ աշխարհուների տրամաբանությունն է։ Իրանք մարդկանց պետք է իրար հետ բախեն, որպես իրանք շահ ստանան։ Այլապես ծույլ մարդը շահ չի կարող ստանալ։ Պետք է ծույլ լինես, որ ուզես ոտիդ գցես ու շահ ստանաս, որովհետև հայն ու թուրքը իրար սպանում են։ Այսինքն փորձում են արյան հաշվով եւ արյան վրա կառուցեն իրենց հարաբերությունները։ Գիտես, ոչ թե հարաբերությունները, այլ իրենց շահույթը։ Պատերազմից ավելի շահութաբեր բիզնես չկա։ Դու երկու կողմերին բախում ես, սրա տակն ես լցնում, նրա տակն ես լցնում, սկսում են իրար սպանել, դու սրան ես զենք մատակարարում, նրան ես զենք մատակարարում, երկուսից էլ փող ես տանում։ Հետո բրծան, հա, խաղաղություն տիրեց մեկ էլ։ Դու սրան ես տոկոսով փող տալի, սրան ես տալի, իրանք կառուցում են, վերականգնվում են։ Հենց որ վտանգավոր ժամանակներ եկան քո համար, մի հատ էլ կրակ ես կպցնում։ Այդպես իրանք գործել են հազարամյակներով։ Շատ հետաքրքիր մեխանիզմ ներկայացրեցիք։ Էդ են ցավոտ տան, էդ են։ Եթե մեզ համար կայֆա գործ անելը, հա, տուն սարքելը, հացատուն դնելը, ծառ տնկելը, իրանց համար տոկոսով փող տալն է։ Բայց որպեսի տոկոսով ես ուզենամ վերցնեմ իրանցից, իրանք պետք է մոդա ստեղծեն։ Իրանք ստեղծում են մոդա, ասենք թե Փարիզի արքունիքում։ Եվ տիկնայք, որոնք սովորաբար ամենախելացի տեսակը չեն մարդկության, ասում են վայ, ես եմ ուզում, ես սրանից եմ ուզում, մարդը գնում է տոկոսով փող է վերցնում, և մոդա են մտնում ես երկու կոնքերով շորերը, մոդա են ընկնում պարիկները, կեղծամերը և այլն, ենքան է լինում, որ արքունիքն է պարտքի տակ ընկնում, արքունիկը պարտքի տակ է ընկնում, պետք է իրանց դեմ տված օրենքները, հրովարտակները արքունիկը ստորագրի, իրանց ազատություններ տա։ Դրանից ավելի լավ բան, մենք անընդհատ վստահ ենք, որ Ֆրանսիայի արքունիքը գոյություն է ունեցել։ Այո, արքունիքը, այո, բայց ոչ իշխանությունը Ֆրանսիայում։ Որովհետև այն 3 հրացանակիրներից Աննա Ավստրիացին, թագավորի տիկինը, որը նամակագրության մեջ էր հերցոգ Բեկինգեմի հետ,
Այդտեղ սիրավեպ չկար, այն միասեռական էր։ Բեկինգեմի լրտեսն էր էս ավստրիացի աղջիկը, որը Ֆրանսիայում թագուհի էր։ Հələ տես ինչ է կատարվում։ Ավստրիացի աղջիկը Ֆրանսիայում թագուհի է, բայց լրտեսը Մեծ Բրիտանիայի։ Եվ ամեն հեղափոխություն, ամեն երկրում բերում էր ինչին, փոխում էին քերականությունը, որպեսզի նախորդ շրջանի գրականությունը չընկալվի։ Տիկին Ավետիսյան, արդյոք Իսրայելի այս գործողությունները կարող են հակադարձ ազդեցություն ունենալ հենց իր վրա, այսինքն Ադրբեջանի կողմից սրվեն Իսրայել-ադրբեջանական հարաբերությունները։ Չէ, Ադրբեջանն Իսրայելի շունն է։ Ադրբեջանը առանց Իսրայելի ինչ է։ Իրանց շունն է։ Իսկ Թուրքիան ուր մնաց։ Թուրքիան էլ, բայց կան աստիճաններ, չէ, գլխավոր շուն, երկրորդական շուն։ Չէ։ Այստեղ ուրիշ բան կա, որ Իսրայելը մեկ հայից է վախում, մեկ Պարսկաստանից է վախում, մեկ ռուսից է վախում։ Այդ իրեք վախը կա։ Հիմա Պարսկաստանը, քանի որ մոտիկ է, իրանց համար մեծ վտանգ է։ Իրանց թիվ 1 խնդիրը Պարսկաստանը վերացնելն է։ Իրանք շատ միջոցառումներ ունեն դրա հետ կապված։ Կանանց են օգտագործում, հոգնել ենք չադրայից, երիտասարդությանն են օգտագործում, թե հոգնել ենք չխմելուց եւ այլն։ Այդ իսլամական օրենքները խիստ են։ Իսկ Տրոցկին ասել է, որ ջահելությունը հեղափոխության հողմաչափն է, բարոմետրը։ Ամենտեղ դա անում են։ Միտեղ ստացվում է, միտեղ չի ստացվում, բայց երբեք չպետք է մոռանանք, որ Պարսկաստանը մեզ թվում է, որ միատարր երկիր է, բայց 50 հատ սինագոգ ունի։ Ես չգիտեմ Հայաստանում քանիսն են այսօր։ Բայց հաստատ միայն այն մեկը չի։ Լավ, եւ ամենակարևորը Տիկին Ավետիսյան, ինչ է սպասվում Հայաստանի թշնամիներին։ Ահեղ Դատաստան։ Համոզված եք։ Վստահ եմ։ Պատմությունը ունի օրինաչափություններ։ Չենք կարող փախնել դրանից։ 28 թվից սկսած վերելք ես ու դու գնում ենք ծովափին նստում ենք սուրճ ենք խմում։ Հայաստանին պատկանող։ Հավե, Հայաստանին պատկանող խալխի ու ծովափը ինչ գործ ունենք։ Մերը։ Շնորհակալություն Տիկին Ավետիսյան, շնորհակալ եմ հուսադրող եւ բովանդակալից զրույցի համար։ Ապրես Արիկ ջան։ Ես այստեղ այնքան հավեսով եմ խոսում։ Լավ։ Շատ բացվում է։ Մտնոլորտը լավն է կոմոդ, ապրես դու ես ստեղծում։ Ձեր ներկայությունը դա միանգամից ենթադրում է Տիկին Ավետիսյան։ Շնորհակալ եմ։ Ես էլ շնորհակալ, ապրես, առաջ Աստված։ Աշխարհը փոխվում է, քարտեզները նույնպես, բայց կան հողեր, որոնք չեն գծվում, այլ շնչում են ժողովրդի հոգում։ Հայաստանը կարող է լինել ոչ թե կռվի դաշտ, այլ արարումի կենտրոն։ Զարթոնքը սկսվում է այնտեղ, որտեղ ժողովուրդը հիշում է իր լույսը, եւ եթե Հայաստանը կանգնի իր զորությամբ, ոչ մի քարտեզ չի փոխի ճշմարտությունը։ Հայաստանը առաքելություն ունի, ստեղծել, ոչ թե ենթարկվել։ Ինչպես Նարեկացին էր ասում, լույս է իմ հոգին, բայց մտնեց մեղքով, եւ դու ես լուսավորությունը իմ։ Այս խոսքերով է սկսվում յուրաքանչյուր զարթոնք, ոչ թե զենքից, այլ հոգու լուսավորումից։ Թող այս նոր ժամանակը լինի Նարեկացու խոսքի իրականացումը, լույսի վերադարձ դեպի մարդը, դեպի հողը, դեպի Աստծո կամքով ապրող Հայաստանը։ Այսպիսին էր այսօրվա տեսլականը։ Զրուցակիցս հայագետ հրապարակախոս Լիա Ավետիսյանն էր։ Շնորհակալ եմ ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին հաղթանակ եւ խաղաղություն հայոց աշխարհին։